Այսօր ապրիլ 24-ին մենք հերթական անգամ համախմբվել ենք մեր Սուրբ Եկեղեցում և աղոթքով հիշում ենք մեր նահատակներին, ովքեր զոհվեցին վասն հավատո, վասն հայրենիքի 1915 թվականին։ Հիշում ենք, խոնարհվում և միաժամանակ ունգ ենք դնում, այսինքն ականջ ենք դնում նրանց ձայնին։ Այսօր լռության օր է և այդ պատգամները լսելու օրն է։ Մենք պարտավոր ենք մշտապես ականջ դնել նրանց ձայնին և հասկանալ, թե ինչ են նրանք պատգամում մեզ, ինչ են խրատում մեզ, ինչ են սովորեցնում մեզ։ Այս լռության մեջ նրանք մեզ հորդորում են, արթուն կացեք և աղոթեցեք, քանզի չգիտեք, թե չարը, թշնամին, ոսողը երբ կհարձակվի։ Եվ կարծեք, թե բացարձակ ճշմարիտ է այդ պատգամը, այդ խրատը, որ մշտապես երկնքից իջնում է մեր նահատակների, մեր սրբադաստված նահատակների շրթներից։ Այս պատգամը մեզ մշտապես տալիս են նաև մեր զինվորները, ովքեր նահատակվեցին, դարձյալ վասն հավատո և վասն հայրենիքի։ Թե Սարդարաբադի, թե Բաշարապարանի, թե Ղարաքիլիսայի, թե Արցախյան գոյամարդում և թե ապրիլ 2-ից անագնգալի մեզ բերած և բազմաթիվ նահատակների գնով մեր երկրի սահմանները պահած ու նահատակված մեր զինվորները, մեր նահատակները, ովքեր նույնպես մեզ հորդորում են, արթուն կացեք և աղոթեցեք, չլինի թե գայթակղվեք, չլինի թե խաբվեք, չլինի թե ադելություն մտնի ձեր մեջ, չլինի թե չարություն մտնի, չլինի թե երկպարագություն մտնի ձեր մեջ, չլինի թե չարը ձեր քնած ժամանակ սերմեր ցանի և առավոտյան տեսնենք, որ արդեն եղբայրը եղբոր դեմ թշնամի է, ուշադիր եղեք, չլինի թե այդպես լինի, վայ մեզ, եթե այդպես լինի, նրանք մեզ պատգամում են, արթուն կացեք, հայը իրավունք չունի, երբևիցե, որևէ իրավիճակում ամբողջությամբ տրվելու իրավունք չունենք ոչինչի, այլ մշտապես մեր մի կեսը արթուն պետք է լինի, եթե մի ձեռքին զենք, մի ձեռքին խաչ պետք է լինի, և այդպես չպետք է մենք քնացնենք մեր զգայարանները և մեր նահատակները նաև մեզ պատգամում են, որ սիրով եղեք միմյանց նկատմամբ, միայն սիրով կարող եք հաղթել ոսողին և սերը երբեք չպագասի ձեզանից պատգամում են մեզ, սեր առ հայրենիք, սեր առ հայը մեր տեսակի նկատմամբ, մեր ազգային սրբությունների նկատմամբ, ուշադիր եղեք, որ այնտեղ էլ սերը չմարի երբևիցե։ Հարստությունը կարող է հերթական անգամ ձեզ մերձնել ձեր մեջ հայրենասիրության բարձր գիտակցությունը։ Հարստությունը ձեզ փափկագենցաղության կտանի և կրկին կմոռանաք ձեր երկիրն ու ձեր հայրենիքը, կդարվեք միայն կուտակելով և կուրանաք ձեր ժողովրդին, ուշադիր եղեք, հարստությամբ չտարվեք ու հարստությամբ չգայթակղվեք, ասում եմ մեզ։ Նույնպես և ասում եմ, աղքատության մեջ չչարանաք, միմյանց նկատմամբ, աղքատությունն էլ է մարդկանց չարացնում,
դրա մեջ էլ չգայթակղվեք ու չչարանաք։ Այսպես են մեզ պատգամում մեր սրբադասված նահատակները։ Այսպես են պատգամում մեզ մեր նահատակ զինվորները։ Նրանք ասում են, ով մեր հայ ժողովուրդ, արթուն կացեք մշտապես եւ լռության մեջ լսեք մեր նախնիների պատգամը։ Կներեք։ Պահպանիչ հույս հավատացելոց Քրիստոս Աստվածներ, պահպյա եւ պահպանյա համայն հավատացյալ հայ ժողովուրդս ընթովանյավ սուրբ եւ պատվական խաչի վտքոյի խաղաղության, փրկյա երևելի եւ աներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհության փառավորելս քեզ ընդ որդվո եւ ընդ Սուրբ Հոգու, այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից ամեն։ Մենք միշտ արթուն լինենք, միշտ զգոն լինենք, միշտ համախմբված լինենք, որովհետև ապրիլյան հատկապես այս օրերին տեսանք, որ թշնամին նույն թշնամին է, թուրքը նույն թուրքն է, նա չի փոխվելու եւ դրա համար մենք ուղղակի պարտավոր ենք լինենք համախմբված, որովհետև մեր ուժը մեր համախմբվածության մեջ է։ Այս ընդամենը 4 օր տևած պատերազմը ցույց տվեց, որ նույնն է հայի ոգին, այսինքն մշտապես պատրաստ է կանգնելու անկախ տարիքից, անկախ սեռից, անկախ պաշտոնից գրաված դիրքից բոլորը միահամոռ կանգնեցին, ինչն ինչ խոսք հիացնում է բոլորիս եւ ցույց է տալիս նաեւ որ թշնամինն էլ նույնն է 100 տարի առաջ թե այսօր նույնն է, նույնն ենք պահվածքը, նույն խարդավան պատահական հարձակումները մշտապես լարվածություն ստեղծելը եւ ամենակարևորը որ ուրիշի հողին տիրանալու մարմաճը, որ երբեք չնվազեց թշնամու մեջ, բայց թող դա իրենց չոգևորի, որովհետեւ գիտենք, որ մենք մեր հողի համար ենք պայքարում, պարտության են արժանի Աստծո առաջ բոլոր նրանք, ովքեր պայքարում են ուրիշին տիրանալու, ուրիշինը գրավելու համար։
Այդ առումով եւ քրիստոնեական տեսանկյունից այսօր մեզ համար պատիվ է բերում սքի հետ միասին հիշատակել 100 տարի առաջ նահատակվածներին, որոնց այսօր իրենց հոգու կանչով միանում են նաեւ մեր այն պատանիները եւ տարեց մարդիկ, ովքեր այս 4 եւ ավելի օրերի ընթացքում են իրենց կյանքը տալիս։ Մենք, որ այսօր ազատ ենք այստեղ եւ խաղաղ, նրանց շնորհքն է։ Փառք ու պատիվ նրանց եւ թող Աստծո աչքն ու խաչը պահապան լինի, որպեսզի միշտ կարողանան պաշտպանել մեզ, բայց ավելի լավ կլինի, որ արյուն չտեսնենք։ Երանի այդ օրվան, որ անարյուն կյանքով պիտի ապրի հայը եւ փառավորի Տիրոջը բոլոր ժամանակներում։ Այդպիսի ոգևորություն, որ որևէ մեկը չէր մտածում, որ նման իրավիճակ կստեղծվի, դա շատ լավ երևաց եւ մեր քաղաքում, մեր մարզում, երբ որ երկրապահ միությունում հավաքվեցին տղաները, եւ քանի որ ես էլ վարչության անդամ եմ երկրապահ կամավորների, ուղղակի չէինք տեղավորվում, թե ինչպես են այդ տղաները մեկից առաջ են, մեկից առաջ են։ Պատկերացնում եք, մարդ էին գտնում ասել, որ իրանք գնան։ Այդպիսի վիճակ նույնիսկ 90-ականների սկզբին չի եղել։ Ես ուղղակի դրանով մենք հպարտանում ենք, որ մենք այդպիսի երիտասարդություն ունենք։ Եվ ինձ այնպիսի երիտասարդներ, ոչ թե ծնողն է դրդել, ու ինչ որ մեկն է ասել, մի կազմակերպություն է իրանց բացատրել ներքին մղումով, սերը դեպի հայրենիք։ Այդպիսի ոգևորություն ապրեցինք։ Ճիշտ է, ունեցանք բազմաթիվ զոհեր, բայց հայրենիքը հենց այնպես չի պաշտպանվում։ Հայրենիքը պաշտպանվում է արյամբ, հայրենիքը պաշտպանվում է նվիրվածությամբ։ Եվ կարծում եմ, որ հենց մեր մուսալերի այդ տղաները, որ բարձրացան մեծ հզոր պետության մեջ, ստեղծեցին մի փոքր բանակ եւ կռվեցին, նահատակվեցին մինչեւ վերջ, այդ մեծ սիրո, այդ արձագանքը այսօր մեր տեղեքի հոգիներում է, մենք հպարտանում ենք իրենցով։ Շատ եմ կարևորում, քանի որ պետք է ամեն ինչ հիմա սկսվում է մեր նոր սերունդից, ես էլ համարվում եմ հենց այդ նոր սերունդը, թեկուզ հենց գաղթից մազապուրց եղած հայերի սերունդը եւ պետք է ամեն բան անենք, որպեսզի ճանաչում ստանա մեր ցեղասպանությունը, հենց կատարած թուրքերի կողմից թեկուզ թե որքանով եմ կանգնած պետության կողքին որպես երիտասարդ, հիմա ասել չեմ կարող, բայց իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անում եմ, որպեսզի կարողանամ օգնել ցանկացած հարցում, թեկուզ ամենա